Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս սերբոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակեմ ձեզի խոսիլ Աստվածաշունչի մասին։ Վերջին անգամ ձեզի խոսեցա Աստվածաշունչի քիրքերու մասին, թե հին եւ թե նոր գդագարանի քիրքերու մասին։ Եվ նաեւ բացատրեցի, թե ինչպես Եբրայեցիները, հրյաները, հինգ դարգարանը գբաժնեն 3 մասերու՝ օրենք, մարգարեներ եւ քիրքեր։ Իսկ քրիստոնեական եկեղեցին 5 դարգարանը գբաժնե 4 մասերու՝ օրենք, բադմական քիրքեր, իմաստասիրական կամ բանաստեղծական քիրքեր եւ մարգարեներ։ Իսկ նոր գդագարանը ամեն կդալ սիրելներ բոլոր եկեղեցիները, բոլոր հարանվանությունները, օրթոդոքս, արաքելական, կաթոլիկ, կամ փոքական, բոլորն ալ նույն ցևով 27 քիրքեր գտնունին։ Այսօր ես ցեզի պիտի խոսիմ Աստվածաշունչի հեղինակության եւ ներշնչականության, ինչպես նաեւ կանոնի մասին։ 5 դագարանը ինչ ցևով ամփոփվեցավ, քով եկավ, հավաքվեցավ։ Նախ հեղինակության մասին։ Ինչպես որ յուրաքանչյուր քիրք իր հեղինակ ունի, այդպես էլ Աստվածաշունչը իր հեղինակ ունի, իսկ Աստվածաշունչի հեղինակը, գլխավոր հեղինակը Աստված ինքը։ Ճիշտ է, որ սիրելներ բազմաթիվ գրողներ կան Աստվածաշունչի մեջ, քիչ մը վերջ կանտրադառնամ, սակայն գլխավոր հեղինակը Աստված ինքը, հետևաբար Աստվածաշունչը աստվածային հեղինակության ներքև է։ Աստվածաշունչը սովորական քիրք մը չէ։ Անիգա եթե սիրելներ բարձ, պատմական, քրական, մշակութային, աշխարհագրական, ազգաբանական քիրքը լար, այնադեն ովև մեկ հեղինակություն պիտի չունենար մեր վրա։ Եվ Աստվածաշունչը նաև սիրելներ փարույական հասկացողությամբ բարձ քիրք մը չէ, որ մարդիկը փարույականության գարաչնորդ է, լավ զգալու, լավ ապրելու կյանքի գարաչնորդ է բարձապես, ոչ, Աստվածաշունչը մարդս փրկության գարաչնորդ է։ Հետևաբար անիգա գրված է մարդու փրկության համար։ Եվ սակայն իմանանք, որ քրիստոնյաները եւ նաեւ եբրայեցիները կհավատան, որ Աստվածաշունչը ոչ թե երկինքեն դող առ դող, փար առ փար իջած է, ինչպես որ օրինակ այդպես կհավատան իսլամները Ղուրանին համար, թե Ղուրանը փար առ փար, դող առ դող երկինքեն իջած է, այլ կհավատան, որ մարդկային կորձոնը ներկայ է, մարդիկ իրենք գրած են, բայց ներշնչման աղբյուրը Աստված ինքը, Սուրբ Հոգին է, Աստուծո Հոգին է, եւ ադոր համար է, որ մենք հայերս Սուրբ Գիրքը կգոչենք Աստվածաշունչ, այսինքն Աստուծո շունչով գրված։ Եվ ինչ են ապացույցները, որ իսկապես Աստվածաշունչի գիրքերը Աստուծո շունչով գրված են։ Աստվածաշունչին ներշնչականության առաջին ապացույցը անոր պատմության եւ նպատակին շարունակականության մեջ է։ Սիրելներ, Աստվածաշունչը մոտավորապես 1500 տարիներու ընթացքին գրված է դարբեր անձերու կողմէ, անոնց մեգան սիրելներ, նահաբետներ, մարգարեներ, հովիվներ, առաքյալներ, գիներ, այլ խոսքով տեսակ մարդիկ կան, որոնք գրած են դարբեր ժամանակներու, մեկը մյուսեն երբեմն հերու ժամանակներու, շատ հերու ժամանակներու ընթացքին։ Սակայն սիրելներ, այդ բոլորին մեջ ինչ կտեսնվի։ Շարունակականություն կսկսի ստեղծագործությամբ, ապա սիրելիներ կշարունակվի մինչև Աստուծո թագավորության քալուստի պատմությունը եւ հետեւաբար ամբողջ այդ ստեղծագործությունների հետ Եբրայեցի ժողովրդի կյանքին ընդմեջեն մինչև Քրիստոսեն հետ եկեղեցվո հաստատումը եւ մինչև երկրորդ քալուստը այս բոլորի մեջ կտեսնվի սիրելիներ
ամբողջ շարունակականությունը Աստուծո փրկագործության։ Երկրորդ աբացույցը անոր սիրելներ վարդապետությունն է, անոր ուսուցումն է, որովհետև այս ամբողջ քիրքերու մեջ գտեսնվի, թե ինչպես Աստված մարդը կստեղծե, մարդու անգումը, մարդուն թրախտեն դուրս տրվիլը, անոր մեղքը, ապա սիրելիներ գտեսնվի, թե ինչպես Աստված գուզե մարդը յետ իրեն վերադարձնել, գուղարգե մարգարեներ, գուղարգե իր հավատարիմ ծառաները, որբեսի մարդը յետ կանչե, ապա ինչպես դերը իր որդին, միածին որդին Հիսուս Քրիստոսը գրգե, որ մեր բոլորի մեղքերու համար գչարչարվի, գխաչվի, գթաղվի, հարություն գարնե, երկինք կհամբարնա եւ գշարունակվի եկեղեցու առաքելությունը առաքյալներու կորձնեությամբ մինչև սիրելիներ գահայդարարվի Քրիստոսի երկրորդ քալուստը։ Հետևաբար այս ամբողջ կրոնական վարդապետության մեջ գերևին թե ինչպես Աստված կներշնչե այս քիրքերու հեղինակները, որբեսի իր ծրագրի մասին խոսին, եւ երրորդ ներշնչականության ապացույցը մարգարեական գադարումներն են։ Սիրելիներ, այն ինչ որ Աստված ըսած էր 5 դագարանին մեջ, հարյուրավոր մարգարեություններ նոր դագարանին մեջ գդարվեցան, այլ խոսքով, այն բոլոր խոստումները, որ Աստված դված էր Մեսիային քալուստին եւ մարդոց փրկության համար, այդ բոլոր խոստումները գդարված են։ Միակ խոստումը, որ դակավին չէ գդարված, սակայն մենք գիտենք, որ պիտի գդարվի անպայմանորեն, ինչպես մյուս բոլոր խոստումները գդարվեցան, Քրիստոսի երկրորդ քալուստն է, վերջին դատաստանն է եւ հավիտենական կյանքի սկիզբն է։ Ահա սիրելներ, այս բոլորի մասին է, որ 5 դագարանի առաջին գլուխեն մինչև նոր դագարանի վերջին գլուխը կպատմվի եւ կխոսվի։ Եվ այս բոլորը ցույց կտան Աստվածաշունչին ներշնչականությունը։ Սիրելներ, իսկ ինչպես կհասկանան Աստվածապաններ կամ եկեղեցիներ ներշնչականություն ասելով։ Ոմանք սիրելներ Աստուծո Սուրբ Հոգին այս ներշնչելը դարբեր ձևերով կհասկանան։ Կամ ընդհանրապես Աստվածաշունչին վերաբերյալ։ Ոմանք այս ներշնչականությունը կհասկանան դարացիորեն։ Այսինքն գսեն, որ Աստվածաշունչի քրության ժամանակ մարդ կոչվածը անիկա ովև մեկ տեսակի աստեցություն չունի, կորց չունի, այլ ինքը խողովակի պես եղած է։ Աստված անոր մեջ են, Աստծո հոգին անոր մեջ են ներշնչած է եւ անիկա խոսած է։ Հետևաբար անիկա բարձաբես մարդը եղած է արցնակրողի թերին մեջը, սակայն իրականության մեջ անիկա ովև մեկ թերագադարություն չունի այդ քիրքերը գրելու։ Ուրիշ խաղապար մգասիրներ, որոնք կսեն, որ խաղապարի նշանակություն, այսինքն գսեն, որ Աստված Սուրբ Հոգին ոչ թե ներշնչած է բարերը, այլ խաղապարը դված է իրենց եւ հետեւաբար մարդիկ իրենց ոճով, իրենց լեզվաբանությամբ գրած են, բայց խաղապարը, որ Սուրբ Հոգին իրենց ներշնչված է, այդ խաղապարի վրա է, որ ազատորեն արցնակրած են Աստվածաշունչը։ Դակավին ուրիշներ սիրելներ գսեն մասնագի ներշնչականություն ունեցած է Աստվածաշունչը, այսինքն գսեն, որ ամբողջ Աստվածաշունչը Աստուծո գոմե ներշնչված չէ, այլ մասնագի բաներ կան, որ Աստծո գոմե ներշնչված են, բաներ կան, որ Աստծո գոմե ներշնչված չեն։ Եվ ասիկա շատ մեծ վտանգ կներկայացնի, որովհետև սիրելներ այդ բարակային պիտի ինչ պատահի, պիտի ըստ գամս մարդիկ ասեն, որ հա այս մասը աստվածաշնչական ներշնչում է, այս մասը ոչ։ Աղանդավորները հաճախ այդ կնեն սիրելներ։ Եւ եթե հանգարց եկեղեցին բամը ընդունած է որպես Աստուծո գոմե ներշնչված, հանգարց ուրիշ եկեղեցի մը գրնասել ոչ, ասիգա Աստվածաշունչի գոմե Աստծո գոմե ներշնչված չէ, այս մասն է Աստվածաշունչի գոմե ներշնչվածը։ Հետևաբար այսալ թերի ուրեմն մտածում է Աստվածաշունչի ներշնչականության մասին։ Դակավին սիրելներ այսօր աստվածապաններ կամ մտածողներ կան, որոնք գսեն, որ Աստվածաշունչը սոսկ աստվածային մղում է։ Հետևաբար իրականության մեջ
Բարձաբես Աստված մղած է, Սուրբ Հոգի մղած է, բայց ոչ մեկ Աստուծո շունչի ներշնչում կա նոր մեջը, այլ միայն մարդկային կորձոնն է, որ գադարած է։ Այս բոլոր 4 բաները, որ ասի սիրելներ ցեզի, իրականության մեջ թերի են եւ այդպիսին չեն։ Ինչ կհավատանք մենք մեր եկեղեցին եւ ընդհանրապես արաքելական ուղղափառ եկեղեցին եւ կաթոլիկ եկեղեցին, ինչ կհավատա եւ շատ եկեղեցիներ կհավատանք սիրելներ ճշմարիտ ներշնչականության։ Իսկ ինչ կնշանակե ճշմարիտ ներշնչականություն։ Կնշանակե որ թեև մարդկային կորձոնը ներկա է, այսինքն մարդիկ է որ քրեցին եւ յուրաքանչյուրը իր ոճը ունի, իր լեզվամտածողությունը ունի, իր փարաբաշարը ունի, ոմանք հանդուկ են փուրն են իրենց խոսքի մեջ, ոմանք ավելի մեղմ են եւ այլն, ինչպես օրինակ սիրելիներ Պողոս Արաքյալ ավելի փուրն է իր խոսքի մեջ, Հովանես Արաքյալ ավելի մեղմ է, սակայն սիրելիներ այս բոլորի Աստված հարկելով այդ բոլորի անձնական մտածողությունները, ոճերը եւ այլն, սակայն ամբողջ Աստվածաշունչը ներշնչված է Աստուծո կողմէ եւ այդ ներշնչումին դակ է որ սիրելիներ Աստվածաշունչը գրած են։ Անոր համար Աստվածաշունչը անսխալական է։ Աստվածաշունչը ամբողջ թարերու ընթացքին եղած է Աստուծո հեղինակությունը բարդատրող եկեղեցվո վրա, անհադին վրա եւ ադորամար է որ Աստվածաշունչը սիրելներ գրծած է ու գրնա փոխել մարդոց հոգիները։ Եվ Աստվածաշունչը տեսեք ոչ մեկ դար իր վրա պիտի ավելցված է կամ պիտի ավելցվի եւ ոչ մեկ դար պիտի բացի։ Հիսուս ասավ նույնիսկ երկինքն ու երգիրը անցնին, իմ խոսքերս պիտի չանցնին։ Հետևաբար այս իմացեք, որ թեև մարդիկ իրենք քրեցին, բայց քրեցին Աստուծո ներշնչումով եւ հետևաբար ամբողջ Աստվածաշունչը Աստուծո հեղինակությունը գվայել է։ Այժմ խոսիմ ցեզի 5 դագարանի կանոնին մասին։ Նախ ասեմ ինչ կնշանակե կանոն։ Կանոն բառը սիրելներ հունարենով դարձյալ կանոն բառն է եւ եբրայերեն լեզվի մեջը կանե բառն է։ Կանոն կնշանակե չափ։ Անցյալին կանոնով եղեքն է։ Եղեքով գճապեին ամեն ինչը։ Այսօրվան իմաստով չափեր չունեն, հետևաբար եղեքով գճապեին եւ անիգա կանոն էր։ Եվ ինչ որ ուղիղ բան մներ, անիգա գոչվեր կանոն։ Նույնպես սիրելներ բարոյական կանոնը կա, հոգևոր կանոնը կա, կամ հավատքի կանոնը կա։ Իսկ Աստվածաշունչին գաբակցությամբ կորցածված, երբ որ կանոն կորցածենք Աստվածաշունչին համար, կհասկանանք սիրելներ այն քիրքերը, որոնք կանոնականացված են, այսինքն կանոնի դակ եկած են, որբեսի մարդիկ զգուշը լան, որ այդ քիրքերեն բացի անկանոն ուրիշ քիրքեր չկորցածեն, որոնք չարին գողմե կամ աղանտավորներու գողմեն գրնան սբրտվիլ արաքելական կանոնով կամ եկեղեցվո կանոնով հավաքված քիրքերու շարքին։ Նախ սիրելներ հետևյալը ասեմ։ Այսօրվան հասկացողությամբ ոչ եբրայեցի ժողովուրդը եւ ոչ ալ քրիստոնեական եկեղեցին երբևիցե ըսկիսպեն իրենց մտքի մեջ չեն ունեցած, որ կանոնի վերածեն Աստվածաշունչի քիրքերը, այսինքն կովի բերեն եւ ասեն որ այս է կանոնը։ Այլ անիկա ավելի ուշ ժամանակներու եղած է եւ այսօր ադոր մասին է որ ցեզի պիտի պատմեմ, որբես հագաստեցություն ժխտական քայլիմը, որբեսի հանգարց աղանտավորներ, ինչպես ասի արդեն նշեցի, իրենց ուզած քիրքերը մեջտեղ հանելով չխառնագեն ճշմարիտ Աստվածաշունչի հետ եւ ներկայացնեն մարդոց եւ անիգա քայթաղության պատճառ դառնա։ Գիտեք որ այսօր Աստվածաշունչի քիրքերեն դուրս ուրիշ քիրքեր ալգան, բարականոն քիրքեր կան։ Օրինակ ասեմ ցեզի, նոր գդագարանի բարակային։ Գա Թոմասի ավետարան գոչվածը։ Գա Հութայի ավետարան գոչվածը, երբ հասավ Հութան գրելու ավետարան, երբ որ ինք Քրիստոսի խաչվելեն առաջ իսկ ինքզին կախեց։
Եվ կան այսպիսի բազմաթիվ անուններ. Մովսեսի ավետարան, Աթամի ավետարան եւ այլն եւ այլն։ Հետևաբար սիրելներ, անցյալին աղանդավորներ, երբ որ գկրեին այսպիսի քիրքեր, հեղինակը իր անունով չեր գոչեր, այլ գոչեր մեծ մեգում անունով, որբեսի հեղինակություն փորձեր փանեցնել եւ իր քրությունը դարածեր։ Ադորամար այդ բոլորը գոչվին բարագանոն քիրքեր։ Եվ երկար ժամանակ հрьяաներն ալ 5 դագարանը գազմելու համար բեք չունեցան սիրելներ կանոն գազմելու համար, այլ հստակ էր իրենց, թե որոնք էին Աստուծո գոմե ներշնչված քիրքերը։ Մանավանդ Մովսեսի առաջին 5 քիրքերը, հնկամադյան որ գոչվի, Հեսուն, Թագավորած քիրքերը, Արագած քիրքերը, Սողոմոնի Արագած քիրքերը, Դավիթ Մարգարեի ուրեմն Սաղմոսներու քիրքերը, այս բոլորը սիրելներ իրենց եկեղեցական կյանքի մեջ կորցածված, իրենց դաջարային կյանքի մեջ կորցածվող քիրքեր էին եւ նաեւ սիրելներ ժողովրդի կյանքի մեջ ընթերցվող քիրքեր էին օրենքի այդ բոլոր քիրքերը։ Հետո թշպախտապար երբ որ եկան հալածանքի դարիները, քիչ մը վերջ ավելի մանրամասն պիտի խոսիմ, թշպախտապար Հութայի թագավորները դարձան անաստված, գրագաբաշտ եւ նույնիսկ սիրելներ ոչ միայն դաջարը փակեցին Սողոմոնի, ոչ միայն արգելեցին պաշտամունքը, այլ նաեւ սիրելներ Աստուծո քիրքերը այրեցին, այդ ժամանակ պետք դարձավ, որ 5 դագարանի քիրքերը հավաքվեին ապահով վայրի մեջ, որբեսի բահբաբվեին Աստուծո օրենքը եւ խոսքերը։ Եվ գլխավոր այդ ուրեմն առաջին հավաքածոն 5 դագարանի եղավ 621 թվականին Հութայի Յոսիա կամ Հովսիա ուրեմն թագավորին օրով, քիչ մվերջ ավելի այդ բոլորի մասին կբացատրեմ, իսկ նոր դագարանի բարակային, երբ այդ քիրքերը հավաքվեցան, երբ որ սիրելներ մարգիոնական աղանթը մեջտեղ ելավ եւ սկսավ այնպիսի քիրքեր մեջտեղ անել, որ քրիստոնյա հավատացյալները բղդորել, ադոր համար քրիստոնյաները սիրելներ որոշեցին եւ ավելի ուշ եկեղեցին կանոնադրեց, որ այս քիրքերեն դուրս մյուս բոլոր եղած քիրքերը Աստուծո ներշնչականությամբ գրված քիրքեր չեն, Աստուծո հեգնակությունը չեն վայելեր եւ հետեւաբար Աստվածաշունչի կանոնեն դուրս են, բարականոն են, բարա կանուն արաբերենով, այսինքն կանոնեն դուրս։ Շատ բարի։ Նախ ասեմ սիրելիներ, որ 5 դագարանի մեջ ընդհանրապես մարդիկ կգարձեն, որ միակ քիրքն էր Աստվածաշունչը, որ եբրայեցիները ունեին, եւ այդ քիրքը, որ 5 դագարան կգոչեն քիրքերու այդ ամբողջությունը, հետեւաբար այդ քիրքը դարձավ Աստվածաշունչ։ Սակայն այդպես չէ սիրելներ։ Նույնինքն Աստվածաշունչի մեջ կգարտանք, նույնինքն սիրելներ 5 դագարանի քիրքերու մեջ կգարտանք, որ բացի Աստուծո ներշնչումով գրված այս օրենքի քիրքերեն եբրայեցիները ունեին ուրիշ քիրքեր։ Օրինակ քիրքեր ունեին, որ կգոչվեին Աստուծո պատերազմներու քիրքը։ Այնտեղ գարցնակրվեին եբրայեցիներու գադարած պատերազմները։ Քիրք ունեին, որ կգոչվեր ուղիղ քիրքը։ Քիրք ունեին, որ կգոչվեր ողբերու քիրքը։ Եվ այսպես զանազան քիրքեր ունեին եբրայեցիները սիրելներ հрьяաները։ Սակայն հрьяաները շատ լավ գիտեին, որ որոնք էին Աստուծո գողմե ներշնչված քիրքերը եւ որոնք էին ոչ ներշնչված քիրքերը։ Եվ ադորամար այդ ոչ ներշնչված քիրքերը երբեք չներառնվեցան Աստվածաշունչի քիրքերուն հետ, այլ դուրս մնացին։ Անոնք եբրայեցի ժողովրդին գոմե գոկտակորձվեին, սակայն ոչ իբրև օրենք, ոչ իբրև Աստուծո գոմե ներշնչված քիրքեր, այլ բարձաբես որբես պատերազմներու համար, ողբերու համար գրված քիրքեր։ Նախ իմանանք սիրելներ, որ Մովսեսեն առաջ քիրքրականություն չկար։ Հետևաբար մարդիկ, որ ոչ գրել, ոչ կարդալ գիտեին, հին պատմությունը ստեղծագործութենեն մինչև Մովսես ովև մեկ ցևով
քիր քրագանություն չգար, այլ նահաբետներուն փերանացի ցևով գբատմեին եւ այդպես ալ հասավ մինչե Մովսես եւ Մովսես Աստուծո հոգիով ներշնչված քրեց աշխարհի ստեղծագործության բացությունը ինչ որ հասած էր իրեն փերանացի նահաբետներեն աթամեն սերունդ սերունդ մինչև Մովսես եւ Մովսես ինքն էր որ առաջին 5 քիրքերը քրեց 5 դագարանի այսինքն ծննդոց ելից թվոց ղևդացվոց երկրորդ օրինաց այս քիրքերը առաջին 5 քիրքերը սիրելներ որ գոչվի նաև Մովսեսի քիրքեր սուբ քիրքի մեջ բազմաթիվ դեղև անոնք կգոչվին Աստուծո օրենքի քիրքեր անոնք կրվեցան Մովսես մարգարեին գողմե եւ Մովսեսեն յետք Աստվածային հայտնությունը շարունակվեցավ եւ Աստված սիրելներ մարգարեներուն բերնով հայտնեց իր ծրագիրը հայտնեց իր փրկագործության ծրագիրը հայտնեց թե ինչպես մեսիան պիտի կա եւ պիտի փրկե հետեւաբար զարգացան մարգարեական քրագանությունը ինչպես ասի եբրայական աստվածաշունչը 3 մասերու կփաղկանա առաջին քիրքերը կգոչվին օրենք հնկամադյանն է ապա սիրելներ մարգարեներ եւ երրորդը կգոչվին քիրքեր եւ անոնց մեջ կգտնվին սիրելներ բանաստեղծական քիրքերը հոբը սաղմոսները արագները երկերկոցը ժողովողը եւ բացառաբար նաեւ Դանիել մարգարեն իսկ մյուսներու բարակային սիրելներ բոլոր թակավորած քիրքերը հեսուն մնացորդածները բոլոր մարգարեները այս մարգարեական քրագանության մեջ կգտնվին հետեւաբար սիրելներ այս ամբողջը գամած ժողովրդի մեջ կամ եբրայեցի ժողովրդի մեջ սկսա քրվիլ այս քիրքերը եւ Աստված սիրելներ հրահանգեց նախ Մովսեսին եւ Մովսեսալ ղևդացներուն քահանաներուն որ Աստուծո այդ խոսքերը քրվին եւ բահվին ուխտի դաբանագին մեջ կամ իրենց վկայության խորանին մոտ եւ սիրելներ Մովսես Աստուծո բերնով ուզեց որ երկու օրինակներ արցնակրվին մեկը դաջարին մեջ բահվելու համար իսկ մյուսը հրյա թակավորին մոտ վերջներ որ ադիգա պիտի դրվեր այդ օրենքը ես սիրելներ ցեզի միան երկու հատվածներ գարտամ օրինակ երկրորդ օրինաց գրքի 31-րդ գլխու 9-11 եւ 24-26 համարները պիտի գարտամ գսվի այս օրենքը գրեց ուրեմն Մովսես այս օրենքը գրեց եւ զայն դիրոջ ուխտին դաբանագը վերցնող ղևդացի քահանաներուն եւ Իսրայելի բոլոր ավակներուն տվավ եւ Մովսես անոնց բադվիրելով ասավ 7 տարին անգամը թողության տարին դաղավարարած դոնին երբ ամբողջ Իսրայելի ժողովուրդը գուքա ծեր դեր Աստուծուն թիմած կանգնելու անոր ընդրած դեղը ամբողջ ժողովրդին թիմած այս օրենքը պիտի գարտակ որբեսի լսեն 7 տարի անգամ ամբողջ օրենքը պետք է ընթերցվեր ժողովրդին որբեսի ժողովուրդը լսեր եւ երբ Մովսես այս օրենքին բոլոր խոսքերը քիրքի մեջ գրեց լմնցուց դիրոջ ուխտին դաբանագը վերցնող ղևդացներուն այսին քահանաներուն բադվիրեց ասելով արեք այս օրենքի քիրքը եւ զայն ծեր դեր Աստուծուն ուխտին դաբանագին կով դրեք որբեսի հոմնա իբրև վկայություն ցեզի ժողովրդին թեմ իսկ ինչպես ասի ոչ միայն պետք է քահանաները բահեին այդ օրենքը այլ նույն օրենքի քրքին կապակցությամբ Աստված ինք Մովսեսին բերնով հետեւյալ բադվերը տվավ պիտի ընթերցեմ ցեզի 5 դագարանի երկրորդ օրինաց գիրքեն 17-րդ գլուխ 18 եւ 19 համարները հետակա թակավորներուն համար ուրեմն տվավ Աստված օրենքը եւ ասավ իր թակավորական աթորին նստելուն պես այս օրենքի քիրքին օրինակը իրեն համար ընդօրինակել պետք է դա ղևդացի քահանաներուն կով եղած օրինագեն եւ անիգա իրքով պետք է մնա որբեսի իր ցանկի բոլոր օրերուն գարտա եւ իր դեր Աստուծմեն վախնալ սորվի եւ այս օրենքի բոլոր խոսքերն ու այս կանոնները ըսկուշությամբ իքորց տնե ահա սիրելներ գտեսնենք որ օրենքը նաեւ քահանան թակավորը ինք պետք է
քահանաներուն կովի օրինագեն առներ արցնակրեր, որբեսի մշտապես կարտար եւ Աստուծո օրենքին մեջ մնար։ Ահա սիրելներ, այսիգա առաջին 5 քիրքերու, ասենք, գազմության մասին է եւ թե ինչպես անոնք Աստուծո գոմե ներշնչված էին, Աստուծո հեղինակությունը գվայելեին եւ ադորամար Մովսեսի օրենքը գոչվի սիրելներ քրած քիրքերը Աստուծո օրենքի քիրքեր, հետեւաբար անիգա եւ ժողովրդին 7 տարի անգամը պիտի գարտացվեր եւ թագավորը ինք մշտապես իր մոտ պիտի ունենար եւ ղևդացները դաջարի մեջ պիտի ունենային։ Եղեզեկիա թագավորին օրով հիմա սիրելներ ուրեմն այսպես հավաքածոմը եղավ։ Պատմեմ ցեզի ինչ պատահեցավ Եղեզեկիա թագավորին ժամանակ։ Գկարտանք սիրելներ Սուրբ Գիրքի մեջ, որ դժբախտաբար Եղեզեկիա թագավորը ներողություն, Եղեզեկիա թագավորեն առաջ թագավորներ սկսան Աստուծո օրենքը խախտել եւ չաստվածներու պաշտամունքի հետևել։ Եվ այդ իմաստով դժբախտաբար սիրելներ Աստուծո խոսքը սկսավ բղդորիլ մարդոց կյանքի մեջը։ Եղեզեկիա թագավոր ինք Հութայի Եղեզեկիա թագավորն էր, որ 716 թվականին նախքան Քրիստոս մինչև 787 թվականներուն ապրած է ինքը սիրելներ։ Անիկա եղավ այն թագավորը, որ իսկապես բարեգարկեց Աստուծո ներշնչումով գրված քիրքերը եւ ինք սիրելիներ նախանցախնդիր եղավ, որ ինչպես պիտի կարողանար Աստուծո այդ բոլոր խոսքերը հավաքել։ Իր հետ հրաշք պատահեցավ եւ այդ իր մահացու հիվանդութենեն բժշկվեցավ եւ այդ ժամանակ սիրելիներ Աստված զայն վերագանքնեց 15 տարի կյանք տվավ, ավելի կյանք տվավ, որովհետև ինք եղավ այն թագավորը, որ նախկին թագավորներուն ըրածը չրավ, այսինքն հեթանոսական դաջարներ չսարքեց, այլ Աստուծո ուխտին յետևեն կնած, Սողոմոնի դաջարը, որ փագած էին նախկին թագավորները, ինք վերապացավ, Զադիգը վերստին հաստատեց եւ նաեւ սիրելներ ինք նույնիսկ բանաստեղծական սաղմոսներ գրեց, որ նույնիսկ Եսայի մարգարեին քրքին մեջ անոնք կգտնվին եւ խումբ ունեցավ, այդ խումբը սկսավ Աստուծո ներշնչականությամբ գրված գիրքերը քովի բերել եւ բահբանել, որբեսի հաջորդող թագավորներ եթե հանգարց անաստված դառնային, չքանթեին, չայրեին այդ գիրքերը, չգործանեին։ Եվ հակառակ անոր որ հիվանդացավ եւ Եսայի մարգարեն եկավ իրեն ասավ որ պիտի մահանաս, Եղեզեկիա թագավոր գգարտակ սիրելներ անպայմանորեն 4-րդ թագավորաց գրքի 20-րդ գլխու մեջ իր երեսը բադին գոմը դարձուց լացավ եւ դիրոջ սավ դեր հիշե որ ես քեզի համար փարիկներերի եւ քու օրենքը հաստատեցի քու դաջարդ բացի գաղաչեմ քեզի ցանկս երկարե եւ երբ Եսայի մարգարեն դուրս կելեր Աստծո խոսքը Եսայի մարգարեին եկավ եւ իրեն ասավ ետ վերադարձիր ասե Եղեզեկիել մարգարեին որ Աստված դեսավ արցունքդ լսեց աղոթքդ եւ քու ցանկը 15 տարիով պիտի ավելցնե եւ իսկապես այդպես ալ եղավ եւ որ Եղեզեկիա թագավոր Եսային հարցուց որ ինչ նշան պիտի ըլայնձի անալսավ եթե ասավ ըստվեր արևուն ըստվերը 10 քայլ յետև կամ 10 քայլ արչև երթա Տուն պիտի գիտնաս որ ադիգա Աստուծո նշանն է որ տուն 3 օրեն ոտքի պիտի լես եւ դաջար պիտի երթաս զոհեր պիտի մատուցանես Եղեզեկիելն ասավ 10 քայլ ըստվերը արչև երթալը հեշտ է որովհետեւ եւ որ ավելի երեգո գլա ըստվերը ավելի արչև գուկա բայց ավելի դժվար է յետև երթալը պիտի խնդրեմ որ նշանը լայնձից որ 10 քայլ յետև պիտի երթա ըստվերը
եւ Եսային Աստուծո աղաղագեց եւ իսկապես 10 քայլ արևը յետև գնաց ըստվերը եւ ժամացույցը որ աստիճաններ ուներ Եզեքիալ թագավորին անիգալ յետև գնաց ու այն ադեն թագավորը գիտsa որ Աստուծո գոմե դրված իր նշան էր որ ինք 15 տարի պիտի ապրեր այդ ժամանակ էր որ սիրելներ ինքը Աստուծո այդ բոլոր խոսքերը հավաքեց եւ ասիգա նախախնամական եղավ սիրելիներ որովհետև ատկե վերջը դժբախտաբար Մանասե թագավորը եկավ Մանասե թագավորը որուն ապաշխարության աղոթքը սիրելներ մենք մեծ բահոց օրերուն կգարտանք բայց անիգա իր կյանքի ավարտին էր որ ապաշխարեց 55 տարի ինք նստավ հութայի թագավորության վրա 55 տարի սիրելներ գործանեց ամեն ինչ որ Եհովա բաշտություն էր ճշմարիտ Աստված բաշտություն էր ամեն ինչ եւ ընդհանրակը գուրքեր հաստատեց իր զավակը սիրելներ զավակները անցուց գրագե ինչ որ գրաբաշտություն կար գդարեց եւ երբ որ ուրեմն մահացավ անոր որդին Մանասեին հաջորդեց Ամոնը իր որդին որ իր հորը ընթացքը դժբախտաբար որդեգրեց բայց բարեբախտաբար միայն 2 տարի նստավ սիրելիներ այդ աթորին վրա անգևերջ անոնց որդին նորեն Աստված նախախնամությամբ հավատացյալ թագավոր մահանեց հութայի թագավորության մեջ անիգա էր սիրելներ Յոսիան կամ Հովսիա թագավորը Յոսիա թագավորը որ դարձյալ սիրելներ ինք հայդարարեց Աստուծո օրենքը որպես ազգի սահմանադրություն եւ այն ինչ որ Եզեքիալ թագավորին օրով հավաքված էր ինքնալ ամբողջությամբ սիրելներ այդ օրենքը հավաքեց եւ մինչեւ եւ ասյալ սիրելներ աստվածային օրդությամբ եղավ որովհետեւ երբ որ Յոսիա մարգարեն դժբախտ մահացավ 609 թվականին նախքան Քրիստոս ատկե 11 տարիներ յետ 598-597 թվականին Փապելոնի ուրեմն Նապուկոդոնոսոր թագավորը պիտի հարցագեր եւ պիտի առաջին նախ մասը ժողովրդին առաջնորդեր դեպի քերություն ապա դարձյալ պիտի հարցագեր եւ պիտի գործաներ Երուսաղեմի դաջարը պիտի ամբողջությամբ սիրելներ բղձեր Երուսաղեմ քաղաքը այրեր զայն եւ քիրքերն ալ պիտի այրեր հետեւաբար Յոսիան ինչ որ հավաքած էր եւ կանոնի վերածած էր մինչեւ այդ ժամանակ այդ բոլոր քիրքերը պիտի բահվեին որոնք էին այդ քիրքերը սիրելներ Հնկամադյանը Հեսուի քիրքը թակավորած մեծ մասամբ քիրքերը մնացորդացի սկիզբի բաժինները եւ սիրելներ մինչեւ Յոսիա մարգարեն այսինքն մինչեւ 609 թվական ապրած մարգարեներու քրությունները անոնք են օրինակ Աբդիայի կորձը Հովնան մարգարեն Ամոսը Օվսիան Եսային Միկյան Նաուման Սոփոնյան Երեմյան եւ Ամփագումի քիրքերը այս բոլորը ինքը սիրելներ պիտի ամբողջությամբ ուրեմն կովկովի բերեր եւ այդ բոլորը պիտի բահվեին երբ որ դժբախտաբար հրյա ժողովուրդը Բաբելոնի քերության պիտի առաջնորդվեր եւ այնտեղ պիտի մնար շուրջ 70 տարի այդ քերության ընթացքին ժողովուրդը միացնող միակ բանը սիրելներ ինչը պիտի լար Աստուծո խոսքը եւ հետեւաբար այնտեղ գտնվեցան մարգարեներ քահանաներ որոնք ուզեցին Աստուծո խոսքը հրադարագել կովկովի բերել որբեսի ժողովրդին խոսին հույս տան եւ նաեւ ժողովրդին սիրելներ ցույց տան իրենց կատարած մեղքը եւ ադորամար Եզեքիել մարգարեն սիրելներ եւ Եզեքիել մարգարեին հետ իր հետևորդները նախանցախնդրորեն հավաքեցին այս նախաբես թե ուրեմն Յոսիայի ուրեմն հավաքածոն եւ թե նաեւ Եզեքիա թագավորին այդ հավաքածոները կովկովի բերին եւ անոնց վրա ավելցուցին ինչ որ ավելցած էր օրինակ Եզեքիելի մարգարեի քրությունները եւ նաեւ Թանիելի քիրքը
ամբողջությամբ Կովկովի դրին սիրելներ եւ մոտավորապես 550 թվականին նախքան Քրիստոսը կանոնի վերածեցին, որ այս գիրքերը պահպանվին։ Վերջին ուրեմն հավաքածուն գդարվեցավ այս անգամ Եզրասի ժամանակ, Եզրի եւ Նեհեմիայի ժամանակ։ Եվ այդ գիրքերը սիրելներ 5 դարանի մեջ ալ գտնվին, չէ, Եզրասի գիրքը եւ Նեհեմիայի գիրքը։ Ուրեմն ինչ պատահեցան։ Երբ որ Բաբելոնի ուրեմն քերությունը ավարտեցավ սիրելիներ, այդ ժամանակ ուրեմն վերադարձան իդ ուր Բաղեստին եւ Բարսիկներու ուրեմն թակավորը ինքը Գյուրոս մեծ թակավորը երբ որ այս անգամ հաղթեց Բաբելացիներուն 539 թվականին նախքան Քրիստոս գրավեց Բաբելոնը եւ արդոնեց հաջորդ տարի 530 թվականին որ հրյաները իդ վերադառնան իսկ ապա սիրելներ արդոնեց 522 թվականին այս անգամ անոր հաջորդը Թարե առաջին թակավորը որ հրյաները վերստին գառուցեն իրենց դաջարը որ Սողոմոնի դաջարը որ քանթված էր եւ իսկապես ժողովուրդը Կովկովի եկավ 520 թվականին նախքան Քրիստոս մինչև 516 թվական այդ 4 տարիներու ընթացքին երկրորդ դաջարը գառուցեցին այդ ժամանակ Եզրաս ուրեմն Եզրասը որ ինքը եւ քահանա էր եւ տբիր էր այսինքն Աստուծո քրքի արցնակությունը կգադարեր ինք սիրելիներ ուրեմն Աստուծո խոսքը Կովկովի փերավ եւ ուզեց սիրելիներ Աստուծո խոսքը ժողովրդի ցանկին մեջը կորցատրել եւ մեծ այսպես արտնությունը եղավ եւ նույնը սիրելներ Նեհեմիան որ ժամանակագից էր միասին ինքնալ միասին գրծավ սիրելներ Աստուծո խոսքը դարձյալ Կովկովի փերել իսկ Նեհեմիան ով էր Նեհեմիան սիրելներ ինքը շատ մեծ նշանավոր թեմք մներ որ Շոշ Բարսկաստանի Շոշ մայրաքաղաքեն էր իբրև գարավարիչ բիդիկար եւ գարավարեր Երուսաղեմը եւ ինքն էր որ Երուսաղեմի փլած բարիստները պիտի վերաշիներ այս երկուքը միասին Եզրասը եւ Նեհեմիան միասին սիրելներ աշխատանք տարին որ մինչ այդ բահված Աստուծո խոսքերը օրենքները մարգարեները մինչև այն ադեն հասած բոլոր քրությունները Կովկովի փերին նաև ավելցուցին մնացյալ մասը թակավորացի մնացյալ մասը եւ գազմեցին սիրելիներ 5 դագարանի քիրքերու կանոնը ամբողջությունը եւ դարձյալ հայտարարվեցավ որ Աստուծո խոսքը պետք է անպայմանորեն ընթերցվեր եւ անոր համար 7-րդ ամիսը մինչեւ այսօր հрьяաներ Աստուծո խոսքը իրենց ժողովրդի ագանչներուն գընթերցեն սիրելներ բացի օրենքեն ըսի նաև որ մարգարեական քիրքերը անոնքալ Կովկովի փերվեցան եւ գազմվեցան որովհետեւ սուտ մարգարեներ ելան հрья ժողովրդին մոտ որոնք թե Բաբելոնի քերութենեն առաջ թե Բաբելոնի քերութենեն յետ ժողովրդին հայտարարեցին որ Աստված ցեզ ազատություն պիտի չգործանիք եւ այլն բայց անոնք սուտ մարգարեներ էին անոնք մերժվեցան այլ սիրելներ այն մարգարեները որոնք Աստուծո փերնով խոսեցան անոնց քրություններն է որ ուրեմն հավաքվեցան բայց թե մարգարեական այդ քրագանությունը սիրելներ պաշտոնական կանոնականացում ունեցավ ոչ բայց այդ բոլոր քիրքերը նախքան Քրիստոս 400 թվականին բոլոր այդ քիրքերը գազմվեցան եւ բահբանվեցան որպես միակ սիրելիներ Աստուծո գոմե ներշնչված քիրքեր ահա այս կանոնականացումը դեղի ունեցավ սիրելիներ անցյալին 5 դագարանի ժամանակ բայց ասով չավարտեցավ
այս մեկը երկարեցավ սիրելիներ մինչև ուր, մինչև սիրելիներ Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Բողոս Արաքյալ, մյուս բոլոր արաքյալները իրենց խոսքի մեջ հաջող խոսեցան 5 դագարանի քիրքերու մասին։ Եվ օրինակ Հիսուս ինքը բազմիցս ասավ իր արաքյալներուն ասավ օրինակ գարտացեք հрьяաներուն ալսավ գարտացեք օրենքը մարգարեները եւ սաղմոսները որովհետեւ երրորդ բաժնին եբրայական այսինքն քիրքեր գոչված բաժնին առաջին քիրքն էր ադորամար եւ որ գսեր սաղմոսներ գասկծվեր ամբողջ քիրքը հետեւաբար դեր Հիսուս Քրիստոսի ժամանակ արդեն այս 3 բաժինները պատրաստ էին գործածվեին օրենք մարգարեներ եւ քիրքեր Հիսուս բազմաթիվ անգամ ասավ քննեցեք եւ պիտի տեսնեք որ օրենքը մարգարեները եւ սաղմոսները կամ քիրքերը իմ մասից է որ գխոսին ահա սիրելներ գտեսնեք որ 5 դագարանը ընթերցելը անհրաժեշտ է Հիսուս ինք գվավերացնե նաեւ ցույց կտա որ անոնք Աստուծո հեղինակությամբ Սուրբ Օգին ներշնչականությամբ կրված են այսօր ճշմարտաբար քրիստոնյաներ կան որոնք ասեն որ պետք չէ 5 դագարանը գարտալ 5 դագարանը եբրայեցներուն հрьяաներուն բացմությունն է կամ ճշմարտաբար անկետ մարդիկ գսեն որ հрьяաներուն բացմությունը բերած է մեզի բարդատրելու ոչ հрьяաներուն բացմությունը բերված չէ որ բարդատրեն անիգա գրնար հрьяաներուն բացմությունը չլար անիգա գրնար օրինակ բղշտացներուն բացմությունը լար գրնար հայերուն բացմությունը լար գրնար արաբներուն բացմությունը լար Աստված ազգ մնդրեց եւ այդ ազգի մեջ են ուզեց իր բրգակորձական ծրագիրը հայտնել ներկայացնել եւ իրակորձել դեր Հիսուս Քրիստոսով իր որդիով հետեւաբար սիրելներ եթե մեր ժողովուրդը ընդրած լար 5 դագարանի մեջ ուրեմն ինչ ժողովուրդները ասեն որ հայերը բարդատրած է մեզի այս բացմությունը այդպես մի դեսեին ահա սիրելներ գտեսնենք որ 5 դագարանի 3 մասերը եբրայական բացատրությամբ օրենքը մարգարեները եւ քիրքերը բոլորն ալ Քրիստոսի մասին գվգայեն եւ բոլորն ալ գխոսին Աստուծո փրկակորձության ծրագրին մասին իսկ երբ հрьяաներուն համար վերջնական կանոն եղավ որ այս քիրքերեն զատ ուրիշ քիրքեր չավելնան ասեմ սիրելներ անիգա դեղի ունեցավ Հիսուսեն յետք 90 թվականին եւ գլխավոր երկու պատճառներով առաջին 70 թվականին հռոմեացիները Դյուրոս իշխանին զորավարին ուրեմն առաջնորդությամբ քրավեցին Երուսաղեմը քարքարի վրա չծկեցին դաջարը քանտեցին ամբողջությամբ ուրեմն հрьяաները ամբողջ աշխարհով մեկ սփռվեցան այլևս զիրենք միացնող դաջարը չունեին հետևաբար գարիք ունեին Աստուծո խոսքին որտեղ Աստուծո խոսքն էր որ պիտի միացներ զանոնք եւ Աստուծո խոսքի ուսումնասիրությամբ է որ սիրելներ անոնք պիտի կարողանային իրենց ազգը պահպանել երկրորդ նախքան 70 թվականը դաջարի քանդումը այլ խոսքով Երուսաղեմի քրավում նաեւ Երուսաղեմի մեջ եւ եբրայական շրջանակներու մեջ սկսած էին շրջան անել սրբազան քիրքեր որոնք սիրելներ սկսած էին ընթերցվել հрьяաներու կողմէ նաեւ եւ շատ հрьяաներ դարձ կունենային ինչ էին այդ սրբազան քիրքերը քրիստոնեական քիրքերը ավետարանները Բողոս Արաքյալի ուրեմն քրությունները թուղթերը որովհետեւ չմոռնաք սիրելներ վերջիվերջո առաջին քրիստոնյաները հрьяաներեն եկան Հիսուսի արաքյալներն էին 72 աշակերտներն էին եւ ապա հрья հավատացյալներն էին վերջն էր որ բենտեկոստեին վերջն էր որ սիրելներ ամբողջ աշխարհքացին եւ հետանոստներ ալ սկսան քրիստոնյա դարձնել այլապես առաջին քրիստոնյաները հрьяաներ էին եւ հետեւաբար այս բոլոր բաները քիրքերը նաեւ նոր գդագարանի սկսան հрьяաներ գարտալ ու դարձիկալ հետեւաբար ինչ պատահեցավ ուրեմն
Ռաբի դաջարի գործանում են անմիջապես առաջ Ռաբի Յոհանան բեն Զաքա անունով մեկը, որ Հիլալի դբրոցի նշանավոր մեկ աշակերտն էր, անիկա սիրելներ արդոնություն արավ հռոմեացի այս դիդոս զորավարեն, որբեսի կարողանա դուրս գալ ինք եւ գարկմը ուրեմն օրենքի ուսուցիչներ մայրաքաղաքեն շրջապատված մայրաքաղաքեն դուրս գա, որովհետև 3 տարի 67 թվականին մինչև 70 շրջապատեցին նախ հռոմեացիները Երուսաղեմը եւ 70 թվականին է որ գործանեցին զայն, ուրեմն դուրս եկան արդոնություն արին դուրս գալ այդտեղեն եւ եկան սիրելիներ Յամնիա գոչված քաղաքը Յապնե կամ Յամնիա գոչված քաղաքը այնտեղ ապաստանեցան այս քաղաքը սիրելիներ Յաֆայի այսինքն Հոբեի այսօրվան Յաֆայի եւ նաեւ Ազոդոսի կամ Աշտոդի քաղաքներուն միջև գտնվող քաղաք մներ այնտեղ ապաստանեցան այնտեղ միայն զուտ հոգևոր սինեդրիոմը գազմեցին որբեսի սիրելիներ քննեն եւ կանոնականացնեն թե որ քիրքերը պետք է ընդունին Աստուծո որբես ներշնչումով կրված հեղինակավոր քիրքեր եւ հատկապես այդ ժամանակ սիրելիներ 4 քիրքերու համար հрьяաները 5 դագարանի 4 քիրքերու համար մեծ քննություն կատարեցին որ պետք են այդ քիրքերը ներառնվին Աստվածաշունչի մեջ որոնք են այդ քիրքերը Արագած քիրքերը Երկերկոց քիրքը Ժողովողի քիրքը եւ նաեւ սիրելիներ Եսթերի քիրքը որովհետեւ Եսթերի քրքին մեջ Աստուծո անունը բացարձակ կերպով չի հիշվիր եւ այդ ժամանակ այս Յամնիայի ուրեմն Յամնիա քաղաքին մեջ հավաքված գրոնավորները գորոշեն որ անոնք բոլորնալ կանոնական են ինչ որ իրենց ավանդությամբ հասած էր ու պահպանված էր հետևաբար Աստուծո ներշնչականությամբ կրված քիրքերեն հետևաբար անոնք ջանցան այդ բոլոր քիրքերուն 5 դագարանի քիրքերուն աստվածային ներշնչականությամբ հեղինակությամբ կրված ըլլալը եւ վերջնագարորեն գազմեցին Բաղեստինյան աստվածաշունչը կամ եբրայական կանոնը այդ ժամանակ սիրելիներ գային ուրիշ Աղեքսանդրյան կանոն եւ այլն ես աբակային ցեզի այս բոլորի մասին ալ պատմականորեն կանտրատարնամ բայց այսօր հрьяաներուն համար ամենեն կարևորը այս Յամնիա քաղաքին մեջ գազմված աստվածաշունչի եբրայական կամ բաղեստինյան կանոնն է որ մինչև այսօր կբահվի եւ կգործածվի եւ նույնն է սիրելիներ այդ կանոնն է որ մենք նաեւ քրիստոնեական եկեղեցին իբրև հին գդագարանի քիրքեր գտնունինք այդ քիրքերեն զատ ուրիշ ինչ քիրքարը լա եկեղեցին մերժած է ինչպես որ եբրայական ուրեմն եբրայեցի ժողովուրդը մերժած է ահա սիրելիներ այս ծևով վերջնականացավ աստվածաշունչի եբրայական կանոնը որ այլևս ո՞ե մեկ փոփոխության պիտի չեն տարգվեր ո՞ե մեկ հավելում պիտի չունենար սիրելիներ պիտի չգրեր եւ այլ խոսքով պիտի դառնար փակված կանոնը հրեության համար եւ նաեւ սիրելիներ եւ անոր որ պիտի գարչեին իրենց ազգային եւ հոգեվոր կյանքի առաջնորդության համար ահա վասիկ սիրելի քույրեր եղբայրներ ցեզի փորձեցի ներկայացնել ընդհանուր ուրեմն պատմականը թե ինչպես գազմվեցավ 5 գդագարանի կանոնը սիրելի քույրեր եղբայրներ պատմության ընթացքին միլիոնավոր քիրքեր կրված են զանազան հեղինակներու կողմէ բայց այդ բոլոր քիրքերը կամ ժամանակավրեպ եղած են կամ վերախմբագրված են միշտ իսկ Աստվածաշունչը որպես Աստուծո կողմէ ներշնչված քիրք միշտ նույնը մնացած է իր քրության առաջին օրեն մինչև այսօր եւ նույնը պիտի մնա մինչև Քրիստոսի երկրորդ քալուստը հետեւաբար վստահենք Աստվածաշունչին ընթերցենք Աստվածաշունչը եւ աչքերնից բաց Սուրբ Հոգիեն խնդրենք որ մեր հոգիները բանա աչքերը բանա հոգի որբեսի երբ ընթերցենք
հասկանանք, թե ինչ կսե Աստվածաշունչը։ Միշտ ձեր դուներու մեջ Աստվածաշունչ կարդացեք եւ Աստված ցեզի պիտի օրհնե։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։